Գիտեք, շատ հետաքրքիր է, որ մենք երբ որ այս ծրագրի մասին խոսում էինք օրինակ 3 տարի առաջ եւ խոսում էինք հենց ինքներս, որովհետեւ եթե կհիշեք, կառավարության ծրագրում առանձին թիրախ է դրված, որ տարածաշրջանային լեզուների ուսուցում խրախուսենք մեր դպրոցներում 21 թվականին կառավարության ծրագիրը ընդունվեց, այդ կետը գրված էր, մենք դրանից հետո աշխատանք տարանք, մեծ հետազոտություն իրականացրեցինք դպրոցների շրջանում, 400 դպրոց ցանկություն էր հայտնել, որ որևէ տարածաշրջանային լեզու կուզենա ուսուցանել, ընդ որում նրանց մեծ մասը ընտրել էր թուրքերենը։ Այստեղ մենք ունեցանք կադրերի լուրջ խնդիր, որովհետև բնական է ցանկություն կարող են ունենալ, բայց մասնագետներ պիտի ունենան, որպեսզի ուսուցում իրականացնեն եւ դրա պատճառով շուրջ 3 տասնյակ դպրոցներ է, որ կարողացան տարբեր տարածաշրջանային լեզուների ուսուցանում իրականացնել։ Ավելի ակտիվ է իհարկե պարսկերենը, որտեղ կան ավելի մեծ հնարավորություններ, նաև դեսպանատան հետ համատեղ աշխատանք կա եւ դեսպանատունն էլ աջակցում է թվում պարսկերենի իմացությունը բարելավելու։ Վրացերենով ունենք 3 դպրոցներ, ադրբեջաներենով ունենք 3 դպրոցներ եւ ես միայն պետք է խրախուսեմ, որպեսզի մեր ավելի շատ դպրոցներ տարածաշրջանային լեզուներ ուսուցանեն, որովհետեւ մենք ապրում ենք այս տարածաշրջանում, լեզուների ուսուցանումը նաև միջոց է ճանաչել մեր տարածաշրջանը ու ես կարծում եմ, որ շատ կարևոր է այդ գիտելիքը տարածել